Պյութագորասի թեորեմը գիտես։ Դրա եղած ինչ, այստեղ մենք ավելի բարդ բաներ ենք լուծելու։ Այսպիսի ինքնավստահությամբ աշակերտները սկսում են առարկայական հանրապետական օլիմպիադաները։ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմատ հատուկ դպրոցում մեկ հարկի տակ հավաքվել են պատանի մաթեմատիկոսները։ Մարզային փուլից բարձր բալ հավաքողները դրանք այն երեխաներն են, որոնք բացի դպրոցական ստուգողականի լավ գիտելիքներից նաև ունեն ճկուն միտք եւ կարողանում են ոչ ստանդարտ իրավիճակների տալ համապատասխան լուծումներ։ Դպրոցական ու մարզային փուլերը հաղթահարել եւ հանրապետական փուլի ուղեգիրը շահել Հայաստանի եւ Արցախի 156 աշակերտ։ Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադան կանցկացվի 2 օր։ Առաջարկված 6 խնդիրների համար յուրաքանչյուր օր աշակերտները ունեն ընդամենը 4 ժամ։ Հանրապետական օլիմպիադաները միշտ էլ շատ բարդ են լինում, բայց անկախ դրանից ես բարդ տրամադրվածություն ունեմ, առաջի անգամ չի որ մասնակցում եմ հանրապետական օլիմպիադաների ու ակնկալում եմ, որ հաղթանակներ կունենամ։ Հայաստանի մարզերից եւ Արցախից ժամանած աշակերտները գիշերում են ֆիզմատ դպրոցի կացարանում։ Սնունդը նույնպես ապահովում է ֆիզմատ դպրոցը։ Էդվարդը Երևան է ժամանել Լոռու մարզից։ Այս նինջասենյակն է, մենք ենք այստեղ բալկոնն է, այստեղ բաղնիքն է, այստեղ զուգանն է։ Հանրապետական փուլում բարձր միավորներ հավաքած աշակերտները Հայաստանը կներկայացնեն միջազգային օլիմպիադայում։ Մեդալակիրներն էլ առանց քննության կընդունվեն բուհեր։ Արման Մալխասյան, Ալբերտ Գալստյան, Ժամ լրատվական։